Այս բոլոր փաստերը հիշելով զավեշտալի է, որ մեր օրերին նեոբոլշևիկները շարունակում են ասել, որ եթե ռուսները չլինեին, մենք նույնիսկ ներկայիս 29800 քառակուսի կիլոմետր սահմանը չենք ունենա։ Սա ասում են, որովհետև Կարսի դավադրական անկումի արդյունքից հետո Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվեց, որը ըստ էության Բաթումի պայմանագրի շարունակություն էր, որի արդյունքում մեզ հայերիս մնում էր մոտ 12000 քառակուսի կիլոմետր սահման։ Բայց դա օրինական ուժ չունեցավ, քանի որ Երևանում արդեն խորհրդային իշխանություն էր եւ այդ պայմանագիրը չեղարկվեց, երբ 1921 թվականին ստորագրվեցին Մոսկվա եւ Կարսի ռուս-թուրք սիոնիստական պայմանագրերը։ Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք Կարսը երբեք չենք կորցնի եւ առհասարակ քեմալիստներին չենք պարտվի 1920 թվականին, եթե ինչպես արդեն նշեցի, բոլշևիկյան Ռուսաստանը դաշինք չկազմեր քեմալական զորքերի հետ ընդդեմ Հայաստանի։ Բոլշևիկները եթե նույնիսկ ընդամենը չեզոք մնային, մենք հիմա ոչ թե կունենայինք 29800 քառակուսի կիլոմետր սահման, այլ 160000 քառակուսի կիլոմետր սահման։ Իսկ եթե Ռուսաստանը մեր իսկական դաշնակիցը լիներ, մեր բոխերին դաշնակիցը լինելու փոխարեն, մենք հիմա ամենայն լրջությամբ կունենայինք ծովից ծով Հայաստան։ Հետևաբար, ոչ թե բոլշևիկները մեզ փրկեցին թուրքերից, այլ թուրքերին փրկեցին մեզնից։